Հեռուստադիտող բարեկամ, մինչև ֆիլմի ցուցադրումը ես անհրաժեշտ եմ համարում երկու խոսք ասել։ Ֆիլմի մասին չէ, ֆիլմն ինքն իր մասին ամեն ինչ ասում է, այլ նրա նախապատմության մասին, ստեղծման մասին։ Ամիսներ առաջ Վալերի Մարությանը ինձ առաջարկեց միասին դիտել իր տեսաարխիվը եւ դրա հիման վրա ֆիլմ ստեղծել։ Ֆիլմ ստեղծել բուժաշխատողների մասին։ Շատերն են խնդրել արխիվս, բայց ոչ մեկին չեմ տվել։ Ուզում եմ, որ Արցախի հեռուստատեսությունը պատրաստի այդ ֆիլմը։ Ասաց Վալերին, եւ ես ուրախությամբ համաձայնեցի, ու որոշ ժամանակ անց մի երեկո լրագրող Նորեկ Գասպարյանի եւ Վարդգես Ուլբաբյանի հետ Մարութենց տանը մենք դիտում էինք նրա արխիվը։ Ասեմ, որ այն ցնցող տպավորություն թողեց մեզ վրա, չնայած պրոֆեսիոնալ առումով օպերատորական աշխատանքը հեռու է բավարար լինելուց, եւ դա բնական է, չէ՞ որ նկարահանումները անում էր բուժազնագազմից նա, ով այդ պահին համեմատաբար քիչ էր զբաղված լինում։ Մենք երկար մտորեցինք, թե ինչպես ստեղծել ֆիլմը, ինչպես կառուցել այն։ Եվ կարծես թե գտանք բանալին, որպեսի հարազատ մնանք նյութին, սցենարը, գոնե կմախքը գրում է Վալերին, ինքն էլ կարդում է տեքստը իր անունից, առաջին դեմքով։ Մի քանի օր հետո Վալերին սցենարը բերեց ինձ մոտ, ես կարդացի ու չզարմացա, որովհետև ինձ ծանոթ էր նրա գրիչը։ Եվ ոչ ոք այդ մասին նրանից լավ գրել չէր կարող։ Մնում է հայերենացնել եւ սկսել, ասացի։ Հայերեն չեմ կարողանա, ինձ համար դժվար կլինի, թեպետ նույնպես գտնում եմ, որ հայերենն է ճիշտ, ասաց Վալերին։ Կկարողանաս, մի քիչ կչարչարվես, բայց կստացվի, համոզված եմ։ Դե լավ, կփորձենք, համաձայնեց նա։ Տեր Աստված, տեսնել էր պետք, թե ինչպես նա ստանձնեց իր այդ նոր դերը։ Քանի անգամ փորձեց այն, թեև տկար էր արդեն, եւ հիվանդությունը կատարում էր իր սև գործը։ Մեր եղած տեխնիկայի վրա չէինք ուզում մոնտաժել, որովհետև նրա հնարավորությունները սահմանափակ են։ Որոշեցինք սպասել, մինչև կստանանք նոր սարքավորումները։ Սակայն սարքավորումներն ուշանում էին եւ նպատակահարմար գտանք այնուամենայնիվ տեքստը գրել մինչև եւ հետո ինչ իմանաս, թե ինչ կլինի։ Ու դժբախտաբար եղավ։ Երբ հունիսի 19-ին Զորի Բալայանի հետ մենք Վալերիից տուն գնացինք, բժշկական կոնսիլիումը հերթական անգամ զննում էր հիվանդին, որից հետո պարզ դարձավ, որ Նորիկին եւ Վարդգեսին ասացի, որ ֆիլմը շուտ մոնտաժեն, էլ սպասելու ժամանակ չկա։ Գիտեինք, որ Վալերին շատ էր ուզում տեսնել ֆիլմը, ու տղերքն ամբողջ գիշեր աշխատեցին։ Ավաղ չհասցրին, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ Վալերին այդպես էլ չտեսավ այս ֆիլմը։ Ու մենք մեզ մի տեսակ մեղավոր ենք զգում մեր չգործած մեղքի համար։ Միգուցե ֆիլմը խաղի մեր մեղքը։
Խմողացանուր Խուրջին ունեմ խազկանաչեր Մեջը լիքը բադրոնդաշեր Մի զարմացեք, նրանք մարտի մեկնող զինվորներ են, տղաներ են, որոնք մեկնում են ազատագրելու հնամյա Շուշին, չմտածելով մահվա մասին, անհաջողության մասին։ Թեկուզ եւ մեր ներկայությունը այստեղ նշանակում է, որ լինելու են վիրավորներ, զոհեր, լինելու է արյուն։ Ես խոսեմ մեր, այսինքն բժիշկների, բուժքուրերի, վարորդների մասին, նրանց մասին, ովքեր պատրաստում են փրկելու նրանց, ում բախ չի վիճակվի հասնել Շուշի։ Եվ մենք ստացանք հրաման 5 ուղղության ապահովել բուժսպասարկումը, դրան զուգահեռ թիկունքում ապահովել դաշտային հոսպիտալի աշխատանքը։ Մենք տեղանքը հետախուզելուց, հրամանատարության հետ պայմանավորվելուց հետո որոշեցինք տեղակայման վայրը ընտրել Սխնախ եւ Քարինտակ գյուղերի արանքում գտնվող անտառը։ Ասեմ, որ մեզնից ոչ մեկը այն օրերը կապ չուներ զինվորական բժշկության հետ, ինչպես մեր բոլոր զինվորները, տղաները ու աղջիկները նույնպես կամավորականներ էին։ Թեժ մարտերի ընթացքում վիրավորներին, հատկապես ծանր վիրավորներին, այստեղից քաղաք հասնելը անհնարին էր։ Մենք պարտավոր էինք վիրավորներին դուրս բերել ռազմադաշտից եւ հենց այստեղ էլ կատարել պահանջվող վիրահատությունը։ Մեզ մեծ օգնություն ցույց տվեց փրկարարների մի ջոկատ, որը տեղակայմվեց մեզ մոտ։ Տեսնում եք, ինչպեսի եղանակ է։ Անսպասելի ձույնը համարյա ավերեց մեր վրանները, սակայն մենք հուսահատելու մտադրություն չունեինք։ Հայ մեր հոսպիտալը աշխարհում երևի առաջի հոսպիտալն է պատրաստված խոտերի կիպերով եւ ցելոֆանով։ Ես ուզում եմ մի քանի խոսք ասել մեր Հասմիկի մասին։ Հասմիկ Բաղդասարյան, կենսախինդ, շպետերես, մի աղջիկ, որը պատրաստ է աշխատելու գիշեր ցիրեկ, պատրաստ է վիրավորներին տալու իր արյունը ու երանդը։ Հազար ափսոս, Հասմիկը զոհվեց 92 ամռանը, երբ թշնամու ինքնաթիռները ռմբակոծում էին մեր մայրե քաղաքը եւ ռումբը ավերեց հանրակացարանը, որտեղ ապրում էր Հասմիկը։ Վերջապես բարձում է եւ հարձակման օրը եւ ժամը։ Բոլորը փայլում են ուրախությունից։ Ահա մեր Վլադիկը, մեր ֆուտբոլային թիմի բուժակը, հազար փառք նրան։ Շատերին թվում է, արյուն ու վերքերը մահը բժշկին դարձնում են մի կոշտ կոպիտ մարդ, ազնվորություն։ Ասեմ, որ դա այդպես չէ։ Բժիշկը նույն մարդն է, հայը, որին ցավ է պատճառում ամեն մի կորուստով, ամեն մի կաթիլ արյունը։ Հե, գնում ենք ազատագրելու Շուշին, որն այնքան կորուստ ու սարսափ է պատճառել Ստեփանակերտցիներին ու շրջակա հայկական գյուղերին։ Ահա եւ առաջի վիրավորները մարտի դաշտից։ Այս երիտասարդը Սումգայցի է, կամավորական։ Ափսոս, փրկելը անհնարին էր։ Գիտեք, ինձ զարմացրեց այն, որ անգամ ծանր վիրավորները դեմքին չկար վախ, ափսոսանք, հուսահատություն, միայն հպարտություն։ Եվ Շուշին ազատագրումը ոչ մեկին չի զարմացրեց, ոչ մեկը այն բան չէր սպասում։ Ջան, խոտի տակին ծիկար, սիդի ոտը խոշելը։ Այո, Շուշին ազատագրված է, սակայն պատերազմը չի ավարտված, եւ մենք հրաման ենք ստանում տեղակայման վայրը ընտրել Շուշին։ Ամեն ինչից երևում է, որ թշնամին աստեղ նկողային հարկերում ունեցել է հոսպիտալ։ Այն մենք հայտնաբերում ենք 3-րդ օրը, իսկ հիվանդանոցի վիրահատարանը
թուրքը օգտագործել է որպես կրակակետ, այստեղից կրակի տակ պայելով Մխիթարիշեն գյուղը։ Իսկ հիվանդանոցը ամբողջովին լիքն էր թուրքական եւ արաբական երկրների արտադրության դեղորայքով։ Մի խոսքով Շուշին մերն է, սակայն կրակոցները շարունակվում են։ Թաքնված թշնամու գնդակը վիրավորում է հորը եւ որդուն։ Հորը փրկում ենք, որդուն փրկել չենք կարողանում։ Վիրավորվում է մեր զինվորներից մեկը, իսկ թշնամին հայտաբերվում է եւ ոչնչացվում։ Ծանր է հիշել այն օրերը, երբ թշնամու ռմբակոչիցները ավերում էին մեր քաղաքը, երբ թշնամու հրետանին հանգիստ չէր տալիս մեզ։ Մեր նկողային հարկում գտնվող հոսպիտալը լիքն էր վիրավորներով։ Մեկ օրում հաճախ պահանջվում էր օգնություն ցույց տալու մոտ 100 վիրավորի, կատարել 10-12 ծանր վիրահատություն, եւ այդ ամենը անասելի դժվարի ու սուղ պայմաններում, բայց մարդկանց փրկել է պետք է, եւ մենք փրկում էինք նրանց։ Երևի մեզ ուժ էր տալիս միևնույն ժամանակ ոգևորում նաեւ այն, որ ժամանակին ստանում էինք անհրաժեշտ դեղորայք վիրավորներին օգնություն ցույց տալու համար։ Այն օրերին մենք փաստորեն դեղամիջոցների եւ վիրակապների կարիքը չենք զգում։ Ահա մեր բարեկամները, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխոսնարկ Պարանեսը Կերոլայն Կոքսը, միջազգային քրիստոնական համերաշխություն կազմակերպության ներկայացուցիչները, Medical Aldrich կազմակերպությունը մեր եւ Վարդգես Նաջարյանների գլխավորության, Կերոլայն Նաջարյանը, Գուրգեն Մելիքյանը, Անդրանիկ Էրնիկյանը Արգենտինայից, Դեվիդ Դոյլը Անգլիայից, Մանյա եւ Գևորգ Մինասյանները Գերմանիայից, ՅՈՒՄԱՊ կազմակերպությունը Ֆրանսիայից, Հայ օժանդակ Մարմինը եւ շատ ուրիշները, թող ինձներեն, եթե բոլորի անունները չեմ հիշել։ Մենք միշտ էլ երախտագիտությամբ կհիշենք այդ մարդկանց, կհիշենք ու կհպարտանանք։ Մեր կանաչ մարգերում մուծակունքն է բուրում ուրմանում օրերում ովներից միշտ ամփյուրում Մեր բուժ ազնակազմը մի անբացատրելի հաճույք են զգում, երբ հիշում են մեր հոսպիտալը, որը պիտի ապահովել բուժսպասարկումը Սարիբապ եւ գոչած բարձունքների ազատագրելու ժամանակ, որտեղից թշնամին հրետանային կրակի տակ էր պահում Գորի Ստեփանակերտ ճանապարհը։ Դժվարին պայմաններում էր գործում հատկապես մեր խանալի կոչվող կետը, ջայրերի մեջ, ճանապարհներից հեռու, սակայն այդ ամենը չի խանգարում, որ մենք հանգիստի պահերին նստենք աղքատիկ սեղանի շուրջ ու շնորհավորենք մեր բուժ քրոջի Իդաղաբեկյանի ծնունդյան օրը եւ ցանկանանք, պատկերացնում եք ինչ, բարապ օրեր առանց աշխատանքի, սակայն դա միայն ցանկություն էր, մենք եւ ուրախանում էինք եւ թաքուն արտասվում, ամենուր մահ էր եւ հենց այստեղ բժիշկ Լեոնիդ Զախարյանը հանդիպեց նահատակված որդուն, սակայն մարդիկ չէին կորցնում արիությունը, շարունակում էին ճանապարհը վստահ աներեր, այլ կերպ հնարավոր չէր ապրել։ Մեր աղջիկներին չի վախցնում, որ ոչ անչափ մոտ գտնվող թշնամին, ոչ էլ հրետանին, նրանք դարձել էին արիության խորհրդանիչ եւ պատահական չի, որ մարդիկները ասում էին, մեզ միայն թե հասցնեք հոսպիտալ, հասցնեք եւ այդտեղ մեզ անպայման կփրկեն։ Սխրանք էր նաեւ մեր յուրաքանչյուր վարորդի կատարածը, որը 3 անգամ նրանք վիրավորներին տեղափոխում էին քաղաք, թե գշերը դեցերեկը կրակոցների տակ, անգիստ չկար։ Գեղեցիկ, ծանր, արյունոտ հիշեր են կապված նաև այս հոսպիտալի հետ,
որը տեղակայման վայրը Խծաբերդ գյուղից ոչ հեռու գտնվող Չիման ջայրի լանջն էր։ Դժվար, անչափելի դժվար ճանապարհներ, որը կարողանում են հաղթահարել միայն Ուրալ մագնիչի մեքենաները։ Պատկերացնում եք հոսպիտալը հրետանու առաջին, ինչ արած, դա էր ելքը, ամենուր ջայրեր են և այլ կերպ վիրավորներին փրկելը ուղղակի անհնար է։ Ուրալից բացի գործում էր նաև ուղիաթիռը, որը մեզ մոտ էր հասնում համարյա լեռներին ու ծառերին քսվելով և այդ ամենը արվում էր ծանր մարտերի ընթացքում։ Իսկ վիրավորները անասելի շատ էին, միայն բուժաշխատողների հերոսական աշխատանքը կարող էր փրկել վիրավորներին։ Մենք այսօր հպարտ ենք, որ թուլության պահեր չենք ունեցել, որ հաղթել ենք մահը։ Իսկապես, երբ եղել են հանգիստի կարճատև պահեր, մենք մի պահ ցանկացել ենք կտրվել իրականությունից, մոռանալ արյունը, սակայն պետք է խոստովանել, դա մեզ այնքան էլ չի հաջողվել։ Մենք գիտենք, որ ամեն վայրկյան կարող է կիսատ մնալ երգը, պարը, ջաշը։ Բաշարատի բարձրունքը նվաճված է, և այստեղ մեր վերջին գիշերն է։ Առավոտյան արդեն զինվորների հետ շարժում ենք առաջ։ Սկզբում կանգնենք առնում Բաշարատ մոտակայքում։ Առավոտյան մտնում ենք Բաշարատ։ Ահա և առաջին 4 վիրավորը։ Ծանր է հատկապես գումարտակի հրամանատարի վիճակը, բայց կա ոգին և մահը տղաներից հեռու է։ Ուղղաթիռով տեղափոխում ենք վիրավորներին, իսկ մենք շարունակում ենք շարժվել առաջ։ Վերացում է Կուբատլու կրակակետը, այդքանից հետո արդեն կարելի է հանգստանալ։ Ամենած քաղցրը մզետի մեր Ղարաբաղը։ Այս Ղարաբաղը հետ է մուկ տանջում են, այսքան պայքարը տանում, այսքան զոհեր ենք տամ, գիտալա, որ օրիշտեղ մեզ տոն չունիք, օրիշտեղ կինալի վեշ միտոց չունիք, այս ամեր հողը, այս ամեր օթը և դավար ասում, Կուբատը վերասմա, հողի գվերիկ ջիրիտ մատաղ Ղարաբաղ։ Բայց պատերազմը շարունակում է և շարունակում է շարքում մնալ զինվոր բժիշկը։ Ժամանում ենք ուշ երեկոյան, գտնում ենք մի տուն և սկսում տեղակայման աշխատանքները։ Առավոտյան արդեն պատրաստ ենք ընդունելու վիրավորներին, իսկ վիրավորները շատ են։ Այև մեզ օգնելու պատրաստ Վերոնա Կրեպսը Կարմիր խաչից։ Նա կիսում է մեր ցավը, մեր չարչարանքը։ Շատերը զարմանում են, որ մենք նույնպես օգնություն ենք ցույց տալիս մեր թշնամու վիրավոր զինվորներին։ Ցույց ենք տալիս համապատասխան բժօգնություն և հանձնում Կարմիր խաչին։ Զարմանալ պետք չէ, թեկուզ և շարունակում են մարտերը, մեզ այցելում են Տող գյուղի ինքնագործ խմբի երաժիշտները։ Կարելի է նաև պարել, այսպես ավելի հեշտ է կռվել, վիրահատել ու հաղթել։ Սա արդեն Աղդամում է։ Աղդամի տեղակայված մեր հոսպիտալը։ Ճիշտ է, այն մայրաքաղաքից այնքան էլ հեռու չէ, սակայն բուժմատակարարման ամենածանր հոսպիտալներից մեկն էր։ Վիրավորների թիվը հասնում է ռեկորդային։ Զգում ենք արյունի կարիքը և մեր աղջիկները ազնում են իրենց արյունը։ Օգտագործում ենք և վիրավորի արյունը։ Այս հոսպիտալում վերադարձել էինք մոտավորապես 20 լիտր արյուն փրկելով հարյուրավոր կյանքեր։ Մեզ գրկին այցելում են մեր բարեկամները Լեդի Կոքսը և խմբով, Վարդգեր Հովհաննիսյանը, Ժիրար Քոչարյանը և ուրիշները։ Նրանց մենք հաճույքով ցույց ենք տալիս մեր ավարը, հետո արդեն երբ թշնամու հրետանին կրակ է թափում մեր գլխին, ստիպված շարժվում ենք առաջ, այո առաջ։
մեր տեղակայման նոր վայրը իսկապես հրաշալի պայմաններ ունի։ Իսկ ամենահրաշալին այն է, որ ճշնամին ստիպված ստորագրում է հրադադարի պայմանագիրը, ուրեմն վերջ։ Երկրային կյանքը ժամանակավոր հանգրվան է։ Երանի նրան, ով կարողանում է ժամանակավորը դարձնել հավերժական, երանի անազնական ցավով ապրողներին։ Ովքեր են գալիս կաղնում անազնական ցավով ապրողների շարքում, քչերը, ընտրյալները, եւ նրանք զգում են իրենց շնորհվածի սահմանները, օրը դառնում է սկիզբ, դառնում է նաեւ վերջ, սակայն ոչ ավարտ, նրանց համար ավարտ չկա։ Եվ հունիսի 20-ը խաբուսիկ է, խաբկանք, սովորական ու անսովոր։ Այդ օրվա խորքերում հնչում է Վալերի Մարությանի ձայնը, հաստատ, պինդ, տաք։ Ձայնը երկրի հետ էր, երկրի խորքերում, աղքատ է նա, ով նրան չէր ճանաչում, ով գոնե մեկ անգամ չի հանդիպել նրան, Վալերիի Մարությանին։ 20 հունիս, թույլ տվեք խոստովանել, այդ օրը ինձ համար չի դառնա եղերական, ինչու, որովհետև ես իմ ճանապարհին մի օր հանդիպել եմ նրան։ Գուցե տեղին է կրկնել մեծ ընչարինցի տողերը, երանի ես էլ ունենայի այդպիսի մահ եւ այդպիսի թաղում, կրկնել, թեկուզ եւ ավարտ չկա։ Առանց հուզմունքի հնարավոր չէ դիտել այս հաղորդումը։ Իսկապես երանի նրան, ով կարողանում է կիսել ուրիշի ցավը։ Հիշեցի Պարուս Սևակի տողերը. ախ իմ հայրենիք, դու հազարամյա իմ ազգանունը։ Ես այնպես ապրել կարողանայի, որ ինձ ազգանուն բաշխելու համար դու երբևիցե անհարմար չզգաս։ Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։ Ահ, երանի թե ես այնպես մեռնեմ, որ դու ինձ սքաս։ Այսքանը հաղորդում